Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է, ողջույն, պարոն Սիմոնյան։ Հայաստանի վարչապետը Էստոնիայի վարչապետի հետ ասուլիսում մի հայտարարություն է արել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններ սրելու մտադրություն չունի եւ իրենց խնդիրն է բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ միջազգային գործընկերների, այդ թվում տարածաշրջանի երկրների, սա հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն է, որի դրսևորումներից է նաև Հայաստանի Եմեն անդամակցելու գործընթացի մասին օրենքի ընդունումը։ Այ ձեր կարծիքով ինչու է Հայաստանի վարչապետը այսպիսի հավաստիացում անում հենց Էստոնիայում իդեպ, որը Ռուսաստանից վտանգ զգացող պետություն է, սա Կրեմլին է ուղղված, ինչ կարող եք ասել։ Բոլորին է ուղղված, օրինական իշխանությունների բոլոր հայտարարությունները քաղաքական հաղորդագրություններ են, բոլոր հնարավոր հասցեներով, լինեն դրանք թշնամական ուղղություններ, թե բարեկամական ուղղություններ, էական չի։ Երկրի ղեկավարների խոսույթը եւ բառաֆոնդը պետք է խիստ ընտրված լինի։ Անգամ հոմանիշներ պետք է չլինեն, նախապես գրված տեքստեր պետք է լինեն, դրանց հոգեբանական եւ քաղաքական նշանակությունը կշռադատված եւ այլն եւ այլն։ Ինչը որ չեմ նկատել երբեք ոչ մի իշխանությունների համատեքստում, բայց առավել սուր եւ առավել ընդգծված չեմ նկատել Նիկոլ Փաշինյանի մոտ, որը որ ինչ ասես խոսում է, որտեղ ասես խոսում է եւ ոնց պատահի խոսում է։ Իսկ հարաբերությունները սրել եւ փչացրել է Հայաստանը։ Հարացույցը իհարկե ոչ։ Հայաստանը երբեք որևէ մի պետության հետ հարաբերություններ ոչ սրել է, ոչ էլ վատթարացրել է, անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հայերը չեն սկսել հայոց ցեղասպանությունը, հայերը չեն սկսել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը, հայերը չեն սկսել Լեռնային Ղարաբաղի զավթման քաղաքականությունը, որը իրականացրեց Ադրբեջանը եւ Ռուսաստանի օգնությամբ ավարտին բերեցին եւ հասցրեցին։ Այսինքն Լեռնային Ղարաբաղը, այդ թվում նաեւ Արցախը որպես այդպեսին հայկական տարածք է եւ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է եղել միշտ։ Այդ թվում նաեւ ազգերի լիգայի կողմից ճանաչած քարտեզներով։ Խորհրդային միության ժամանակ ապօրինություններ տեղի ունեցան, որի հարացույցը շարունակվեց մինչև այսօր եւ որը փորձում են օրինականացնել թուրքերը հնդածս։ Հիմա ելուր մնաց Ռուսաստանի Դաշնության հետ, որ դուք պատկերացրեք տարածաշրջանում մի ժողովուրդ, որ այդքան ռուսասեր լինի եւ Ռուսաստանին այդքան ապավինած լինի, որքան հայերը չկա։ Եվ չի էլ եղել։ Բայց դա չի պարգևատրվում։ Ընդհակառակը դա դարձավ հայերին մահապատժի ենթարկելու կարևոր պատճառաբանությունը։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ռազմավարական հաշվարկներ են ընկած Ռուսաստանի Դաշնության նման քաղաքականության հիմքում, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք տարածաշրջանից դուրս են գալու եւ զրկվելու են Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած բոլոր տարածքների նկատմամբ վերադասի կարգավիճակով, վերահսկողի կարգավիճակով ներկա լինելու հանգամանքից միայն այն պատճառով, որ դավաճանեցին 1997 թվականի ռազմավարական դաշինքի փոխօգնության պայմանագրի բոլոր հիմունքները, դավաճանեցին բարոյականության եւ ազգային այն ակնկալիքները, որոնք որ կային իբրև քրիստոնյայի նկատմամբ, որ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի որպես ուղղափառ, որպես առաքելական եկեղեցի ուղղափառ եկեղեցու հետ եղբայրական եւ պատմական ակնկալիքներ ունեցող հանրույթի իրենց պապենական բնորանի, ոչ էլ գնացել ենք ինչ որ մեկի տարածքը վերցրել ենք, նստել ենք, ասում ենք եկեք խնդրում ենք ճանաչեք մերը։ Մեր պապենական բնորանի մի հատվածը հանդուրժողաբար տրամադրեցին թուրքերին, դե թող վայելեն այս ոչ տրադիցիոն սեռական հարաբերությունները եւ թող հասկանան, որ այս իրողությունները ի վերջո քաղաքական, ռազմաքաղաքական առումով իրենց քաղաքականության վերջնարդյունքն է, հետևանքն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը քաղաքականությունը ինչի մասն է Հայաստանի իշխանությունը պատկերացրած, ասում են, տեսեք, եւ ԵՏՄ անդամ ենք եւ գնում ենք դեպի Եվրամիություն, թվում է իրար հակասող երկու միավորների է ձգտում հայկական պետությունը։ Հիմա տեսեք, կոմպլեմենտարիզմը, որը այդ Նիկոլ Փաշինյանի այդ հնչեցրած միտքն է, փոխստեկ համագործակցության հնարավորություններ։ Քոչարյանն էլ էր օգտագործում։ Ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ կոմպլեմենտարիզմի ջատագովն էր, որը որ կտակեց այդ քաղաքական ուղղությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածին։ Ռոբերտ Քոչարյանը կոմպլեմենտարիզմի
ակտիվ շրջափուլի հատվածներ, բայց այստեղ կոմպլեմենտարիզմի հոտ չէր գալիս, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այդ գույք պարտքի դիմաց ռազմավարական նշանակության օբյեկտների հանձնումը, ես դա հանձնում եմ համարում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը երբևիցե չի ունեցել գերակա ինչ-որ կարգավիճակ, միլիարդներ էլ տար, այդ ինչ պետք է տված լինի, որ հայ ժողովրդին պարտք որպես համարի։ Չմոռանանք այն հանգամանքը, որ ամբողջ խորհրդային միության ժամանակահատվածում հայ ժողովուրդը եւ Հայաստանը ՀԽՍՀ-ն այնքան մեծ ավանդ ունեին, որ Ռուսաստանը ինչ էլ տար մեզ, երբևիցե դա չէր փակի այն ավանդը, որը հայ ժողովուրդը ունեցել է խորհրդային միության հաղթանակների եւ տնտեսական առաջընթացների եւ տեխնոլոգիաների զարգացման հարացույցում, այդ թվում նաեւ արդարացիորեն պետք է նշենք, որ մենք այլ կարգավիճակով եւ այլ տարածքային ամբողջականությամբ մուտք գործեցինք, դուրս եկանք մի քանի անգամ ավելի նվազն հնարավորություններով, այսինքն Ռուսաստանն էր դեռ մեզ պարտք։ Հələ մի բան էլ կոպեկներ շպրտելով այս ուղությամբ պարտք գոյացրեց անիմաստ, անհիմն եւ այդ պարտքի դիմաց էլ կողոպտեց ամբողջ ռազմավարական նշանակության օբյեկտները Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանը այդ չարչրկված կոմպլեմենտարիզմի շահարկողն էր։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը, հասկացավ, որ կոմպլեմենտարիզմ բառը արդեն վարկաբեկված է Հայաստանի Հանրապետությունում եւ կոմպլեմենտարիզմ ասելով որևէ մի ուղղություն դու չես կարող սպասարկել, բերեցին եւի քաղաքականությունը։ Եվ այնտեղ ենք, եւ այստեղ ենք, թե ում են հիմարի տեղ դնում, չես կարող հասկանալ։ Իսկ միջազգային ներկա հարաբերությունները եւ հանդուրժում է, որովհետեւ Թրամփի այս քաղաքականությունը, որը թվում է թե Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ կարող է լինել, գոնե առաջին հայացքից, քան նախորդ վարչակազմը, որովհետև սա կարծես պարտության ենթարկելու խնդիր չի դնում, այլ պատերազմը կանգնեցնելու, մարդկանց տալիս են հիմքեր պնդելու, որ հիմա հենց ճիշտ ժամանակն է եւի, որովհետև եթե Թրամփը ուղարկում է իր բանագնացին Մոսկվա, Նիկոլ Փաշինյանը ինչու մայիսին պետք է չգնա Կարմիր հրապարակ եւ կանգնի Պուտինի եւ մյուսների կողքին։ Եվի քաղաքականությունը չէր համապատասխանում իրականությունը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում եւ դրա վառ օրինակը ԵԱՏՄ մեկ գիշերվա ընթացքում մտնելն էր։ Նկատի ունեք կեղծ լոզունգ էր։ Այո, կեղծ էր, միևնույնն է ստիպեցին, չէ՞, ասին եղբայր կողմնորոշվի։ Իմանանք քո հետ ոնց ենք խոսալու։ Կողմնորոշվեց։ Մի գիշերվա ընթացքում ամբողջ Եվրոասոցիացիան ամբողջ լայնածավալ գործընթացը քաղաքականությունը 10 տարի Հայաստանի Հանրապետությունը ակտիվ քայլերով ընթացել էր, ընդ որում Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում գոյացած 3 պետություններից ամենաառաջինն էր իր բարեփոխումներով Եվրոասոցիացիան համատեքստում։ Մի գիշերվա ընթացքում փոխեց։ Ստացվեց, որ իր այդ եւը 10 տարի շարունակած փուչիկ էր։ Հիմա ներկա իրողություններում այնպես չի, որ Թրամփը բանագնաց ուղարկում Մոսկվա նշանակում կոմպլետ, ոչ, պատերազմ է ընթանում, ուղղակի այդ պատերազմին տարբեր հայացքներ կար։ Բայդենի ադմինիստրացիան այլ կերպ էր դիտարկում պատերազմը, Թրամփի ադմինիստրացիան այլ կերպ է դիտարկում պատերազմը, բայց երկուսն էլ աներկբայորեն ընթանում են, որ գլոբալ ընդդիմամարտություն է ընթանում։ Հիմա այս պատերազմի համատեքստում կարելի է բանագնացներ ունենալ։ Հետո ասել, որ երկու հակամարտող թշնամի պետությունները միմյանց հետ հաղորդակցություն չունեն, դիվանագիտական մակարդակների բանագնացներ չեն գնում։ Այո, Ռուսաստան ռազմավարական պարտության ենթարկելու նպատակ կարծես Թրամփի չի երևում, դա է հիմք տալիս պնդելու, որ այն հույսերը, մեր այն հույսերը, որ Ռուսաստանը այս պատերազմում կթուլանա եւ մենք այսպես որպես պետություն անկախացման մեծ շանս կստանանք, կարող են չարթանալ։ Իմ կարծիքով Թրամփի կառավարումը ես միաչափ չէի դատի, նա մի քիչ ֆենոմենալ ուղղություն է սպասարկում եւ ես չգիտես ինչու համոզված եմ, որ չի կարող դա պայմանավորված չլինի խորքային պետության ռազմավարական հաշվարկներով։ Ի վերջո, ընտրությունների ընթացքում, երբ որ մենք հարացույցը նայում ենք, երկու ցածր հեղինակություն ունեցող առաջնորդներ մասնակցեցին ընտրապայքարին, որոնցից մեկը ընտրապայքարի կեսից դուրս եկավ եւ մարդկանց ուղակի կոգնիտիվ գիտակցական շոկի ենթարկող տեխնացու առաջադրվեց, բավականին պահպանողական եւ ինչ որ չափով նաեւ շովինիստական ակնկալիքներ ունեցող հասարակարգում ուզում էին մուկ մաշկով կին առաջնորդ առաջ տանեին, որ երբևիցե
մեկ մուկ մաշկով առաջնորդ են ունեցել, այն էլ տղամարդ եւ դրանից դա պատմության մեջ եզակի դեպք էր, իսկ կին ընդհանրապես չեն ունեցել, զուգորդված մեկը երկուսը մեկ անձի շրջանակում բերել ընտրապայքարի ուղիղ կիզակետում փոխարինել այդ ֆիգուրով, նշանակում է հնարավորություն տալ, ընդ որում այստեղ նաև ընտրապայքարի ընթացքում էլ ունենալով քրեական վարույթներ իր վրա, այդ անձնավորությանը գլխավոր դատարանը միևնույն է թույլ տվեց ընտրապայքարին մասնակցել։ Սա որպես նաև գիտության մարդ Գուրգեն Սիմոնյանին հնարավորություն է տալիս կասկած ունենալու, չէ՞, նշանակում է այս ֆիգուրը պետք է։ Եթե ֆիգուրը պետք է, իդեմս այդ ֆիգուրի ինչ-որ քաղաքականություն պետք է իրականացնել։ Դրա համար Թրամփի ֆենոմենը դեռևս ես չեմ շտապում գնահատական։ Բացահայտված չի, այսպես ասած։ Հա, ինձ համար ինքը մի քիչ շղարշներով պատված իրականություն է, ես չեմ շտապի տեսակետներ արտահայտել, որովհետև ինչ էլ որ արտահայտես կարող է իրականության հետ աղերս չունենա, իսկ քանի որ հանրային դաշտում գործող եւ մեծ դիտումներ ունեցող անձիկ իրավունք չունեն կամայական հայտարարություններ իրենց թույլ տան եւ այլն եւ այլն։ Այս առումով ես կարծում եմ, որ պետք չի սիմետրիա զուգահեռներ անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների վարվող քաղաքականության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքականության հետ։ Դա կարող է աջակցել Հայաստանին, բայց չպայմանավորել դրանով, հա։ Այո, բայց մենք օրինակ ենք բերում նրանց վարած քաղաքականությունը, ուզում ենք սիմետրիկ քաղաքականություն վարենք, որը որ անհամատեղելի է։ Հիմա մենք պետք է քարտեզը բացենք, տեսնենք մեր դիրքավորումը որն է, ենթակառուցվածքների ինչ պայքար է գնում ամբողջ աշխարհում։ Իսրայելը շահագրգռվածություն ունի, որպեսզի այդ արևելքը արևմուտքին կապող ամբողջ տարանցիկ ուղիները Հնդկաստանի միջոցով մուտք գործի Իսրայելով դեպի Եվրոպա, շրջանցելով ամբողջ մերձավոր արևելյան տիրույթի կենտրոնական հատվածը, այդ թվում նաև Իրանը, Իրաքը, Սիրիան, Թուրքիան, գուցե եւ Սիրիան մասամբ, որտեղ Սիրիայի մասնատման քաղաքականությունը նաև այդ մեծ ծրագրի մի մաս է։ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը, նաև Վրաստանը շահագրգռված են միջին միջանցք պրոյեկտին, որը պետք է Չինաստանից գար դեպի Ղազախստանով մուտք գործեր Ադրբեջան եւ գնար այդպես։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մասամբ Թուրքիան եւ Հայաստանը շահագրգռված են մյուս պրոյեկտին, որ պետք է Հնդկաստանով գար մտներ, այսինքն հնդկական նավահանգիստները գային Աբաս նավահանգստով մտնեին դեպի բարձրանային Թուրքիա, միջ ուղնել բարձրանար դեպի Վրաստան։ Հիմա այս ենթակառուցվածքների ընդդիմամարտության համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ինչպես կարող է քաղաքականություն վարել կոմպլեմենտար մեթոդներով, դա անհնարին է։ Դուք օրինագիծ եք մտցրել խորհրդարան ընդունել եք օրենքի մակարդակով Եվրոասոցիացիան քաղաքականություն իրականացնելու, գտնվելով ԵԱՏՄ-ում, ում եք խաբում։ Երկուսն էլ տնտեսական իրողությունների մասին են, տնտեսական դաշինքներ են, տնտեսական տիրույթներ են, մեկը մեկին հակադիր։ Տեսեք, մայիսի 9-ին այդ շքերթին մասնակցությունը շատ է քննադատվում Հայաստանում, Փաշինյանին ասում են այդ ձեր ասած դավաճանած Ռուսաստանի շքերթին էս մասնակցում պետություն, որը ասարսուր եւ հանցագործ պատերազմ է վարում։ Ոչ միայն, սրա պատմական հիմքերն էլ կան։ Եկեք հասկանանք, բայց Փաշինյանը կարող է ասել լավ, ձեր, այսպես ասենք, էմոցիոնալ բա հասկացանք, ճիշտ եք ասում, բայց ինչ վատ կլինի, որ գնանք եւ կառավարենք Հայաստանի դեմ ռիսկերը կամ Ռուսաստանից կամ Ադրբեջանից եկող Ալիևն է նաև այնտեղ լինելու կամ ենթադրենք Ռուսաստանը փոքրինչ զգա, որ այս իշխանությունը ենթադրենք իր դեմ չի, ավելի պակաս ագրեսիվ լինի, չգիտեմ, հազար ու մի հաշվար կա կամ անցյալ մայիսի 9-ին գնաց հանդիպեց եւ Թուրքիայի Իրանի անցակետերից ռուսների հեռացման պայմանավորվածություն ձեռք բերեց, ինչ վատ բան է անում պարոն Սիմոնյան։ Ես կանխավ ասեմ, որ այդ պատերազմին զոհվել են իմ պապիկի հայրը եւ նրա եղբայրը։ Եվ ավակ պապիկներ ու տատիկներ ունեն, որ մասնակից են այդ պատերազմին եւ զոհվել են։ Դա մեր հաղթանակը չի։ Տեսեք, օրինակ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պարագայում Ռուսաստանի Դաշնությունը ազգային փոքրամասնություններին ուղղակի զոհի կարգավիճակով դատարկել է Դաղստանի եւ Կովկասյան շրջանի, Հյուսիս Կովկասյան շրջանի բոլոր հատվածները, Չեչնիան եւ այլն ազգային փոքրամասնություններին, այդքան ազգային փոքրամասնություններ տարան կոտորեցին, մաքրելով էթնիկական խճանկարը ամբողջ այդ տարածքների։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դրա մասին էր։ Ցեղասպանությունից մազապուրց ձևավորված ինչ-որ մի պետական միավորում, որը որ ՀԽՍՀ-ի մարմնացումն էր։ Ընդամենը ոչ շատ անց ցեղասպանությունից հետո երթարկվեց հերթական ցեղասպանության, դատարկվեց ամբողջ Հայաստան։ Դուք գիտեք, որ ազգաբնակչության 28%-ը մասնակցել է պատերազմին, երկրորդ համաշխարհային
Դա ամբողջ խորհրդային միության բոլոր պետությունների ըստ համամասնության առաջին տեղում է Հայաստանը։ Ուկրաինան որ ցեղասպանություն են արել, Ուկրաինան առաջի տեղում չի։ Ամեն երրորդին տարել են։ Կանայք էին հունձանում, տղամարդ չէր մնացել։ Իսկ Ադրբեջանը իր պետական պլանը զորահավաքային ռեսուրսի լրացման, Գարթմանի եւ Արցախի հայերի շնորհիվ էր իրականացում։ Դա հայոց ցեղասպանության շարունակումն էր։ Հայն ինչ գործ ուներ Կերչում, ինչ գործ ուներ Բերլինում։ Մենք մեր կռիվը թողած գնացինք, հասանք այնտեղ կոտորվեցինք։ Հայաստանի իշխանությունը ասում է մեր հաղթանակն է նաեւ, ինչու չմասնակցել։ Ոչ։ Դա մեր հաղթանակը չէր։ Մեր հաղթանակը կլիներ, եթե մեր պետականության համար մղված մարդ լիներ եւ մեր պետականությունը ամրագրող հաղթանակ լիներ։ Այ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն էր, որ հաղթած դուրս եկավ, բայց ոչինչ չստացավ այդ պատերազմից։ Մի մոռացեք, որ Գալիպոլիի ճակատամարտում ավստրալա-բրիտանական ուժերին պարտության մատնած Գալիպոլիի դիվիզիան շուռ եկավ Կովկասը նվաճելու ջարդ ու փշուր արեցինք այստեղ մենք նրանց։ Բաշապարանի, Ղարաքիլիսայի, Վանաձորի, որտեղ մենք այցելել էինք այս վերջերս, նույն Վանաձորն է, Ղարաքիլիսան։ Սարդարապատի ճակատամարտներում ջարդվեց թուրքական ռազմական մեքենան, Գարեգին Նժդեհն է 11-րդ կարմիր բանակը գլխովին ջախջախեց։ Այդ հաղթանակը Հայաստանի հաղթանակն էր եւ հայ ժողովրդի հաղթանակն էր։ Մենք պաշտպանեցինք մեր ինքնիշխանությունն ու պետականությունը, հետո քաղաքական նկարտումներից ելնելով գնացին դառան խորհրդային։ Քաղաքական խարդավանքներով պայմանավորված։ Ռազմի դաշտում ռուսը հաղթանակ չի տարել, մեզ չեն նվաճել։ Եթե կարմիր բանակը Կորոչկինի գլխավորությամբ Բաքվում դրոշը տնկեց, Թիֆլիսում դրոշը տնկեցին, Երևանում դրոշը բարձրացվել է ներքին կոլաբորացիոնիստների միջոցով, որից հետո կարճ ժամանակ հետո նորից էլի ժողովրդը ապստամբություն բարձրացրեց, նորից էլի իշխանությունը վերցվեց հայ ժողովրդի ձեռքը, բայց արդեն քաղաքական իրողությունն էր այլ։ Բռնեցին բոլորին, կացնահարեցին։ Կացնահարելով սպանեցին, որ փամփուշտի կրակոցի ձայնը չլսվի։ Աղաղակները բանը հիշում էին մարդիկ այն ժամանակ, իսկ Սյունիքը հայազերծել էին, մորթ էին կազմակերպել, 13 տարեկան, 15 տարեկան երեխաներին էին ոչնչացնում։ Ձեր մտքով չի անցել, Սյունիքում ինչի են այսքան քիչ մարդիկ ապրում։ Սովետական քաղաքականություն էր, որովհետև Սյունիքի վրա միշտ են աչք ունեցել։ Հիմա այս իրողություններում դա պետք չի ներկայացնել որպես հայ ժողովրդի հաղթանակ, դա սովետական միության հաղթանակն էր, մեր ոսկորների, մեր բազուկների ուժի եւ մեր արյան էներգիայի շնորհիվ այդ թվում, որը որ լայնածավալ էր, 120-ից ավել գեներալներ, 4-ը մարշալ, 1 ծովակալ։ Սովետ միությունը մեր պետությունը չէր։ Ոչ իհարկե, մեզ զավթել էին։ Մեզ զավթել էին, Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված էր Սովետ միության ժամանակ, դա մեր պետությունը չէր։ Դա նույնն է, ոնց որ ասեք Օսմանյան կայսրությունը մեր պետությունն էր։ Ոչ։ Հայկական տարը օգտագործվում էր, զարգացում էր սպորտը, տնտեսությունը, զինված ուժերը, գիտությունը, մշակույթը, բայց նա ծառայում էր որպես մետրոպոլիա, ծառայում էր կենտրոնին, ծառայում էր որպես հպատակեցված ժողովուրդ։ Եվ սա կոչվում է երրորդ հանրապետություն Հայաստանի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, թիվ չունի։ Անկախացած Հայաստանի Հանրապետությունն է եւ պետք չի թվերով օժտել Հայաստանի Հանրապետությանը, որտեղ թվերով օժտելով մենք ռազմավարական հետընթաց ենք ունենում եւ կորուստներ ենք լեգիտիմացնում մեր թշնամիների, դեմս մեր թշնամիների։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, որը վերա անկախացավ, թոթափելով բռնապետության լուծը իր ուսերից եւ ունի առաքելություն կայացնելու իր պետական հզորությունն ու ներուժը, իր պատմական արդարությունը եւ հայ ժողովրդի բնականոն իրավունքները մեր տարածաշրջանում պապենական բնորանում։ Սա է գլխավոր նարատիվը, որ մենք պետք է կարողանանք հասկանանք։ Եվ այստեղ կարևորագույն փաստաթուղթը մեր անկախության հռչակագիրն է, որի դեմ տարբեր բորենիներ սուր են ճոճում։ Պարոն Սիմոնյան, տեսեք, դուք նշեցիք Ռուսաստանի ազդեցության նվազեցման տենդենսների կամ փաստի մասին, ամեն դեպքում դուք չեք տեսնում հավանականություն, որ նա պահպանել է ազդեցության որոշ այսպես գործիքներ, ոչ միայն Հայաստանում ռազմական ներկայությունը դեռևս պահպանվող, այլև օրինակ Ադրբեջանի հետ ընդհանուր ռազմաքաղաքական, միգուցե էներգետիկ
ավելի խոշոր տարանցման ճանապարհների շուրջ ունեցած շահերը հյուսիս-հարավ միջանցք են իրականացնում նաև Իրանի հետ, այսինքն կա պետություն, որի հետ այսպես բավականին սինխրոն աշխատում է, նաև հայկական հարցերում են աշխատել բավականին սինխրոն, կամ հայաստանյան ներքաղաքական դաշտում կան գործիչներ, նույն ձեր նշած Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն այսպես դիրքավորում է նաև 26 թվականի ընտրություններից առաջ որպես Ռուսաստանի գործընկեր, հավանական գործընկեր անձ, ասելով կարճենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որ արցախցիներին վերադարձնենք հայրենի, քիչ է շանսը, բայց դա է շանսը։ Մի խոսքով նա նաև նախկինում միութենական պետություն մտնելու հեռանկարն էր, այսպես հավանական համարում, չունի բավարար ազդեցիկ լծակներ, ես մյուս, այսպես ասենք, գործիքակազմեր, լրատվական եւ այլն դեռևս չեմ ասում, վերադարձի։ Տեսեք, Ռուսաստանը օբյեկտիվորեն լծակ չունի։ Ռուսաստանի ազդեցությունը սուբյեկտիվ է, օբյեկտիվ չէ։ Օբյեկտիվորեն այդ թափը պոտենցիալը ներուժի չունի, նրանք դուրս են եկել։ Սուբյեկտիվ է, որտեղ այդ ներկայությունը կախված է անձանցից։ Մենք անդադ շրջաբերում ենք Ռոբերտ Քոչարյանի անուն ազգանունը, որտեղ նա օբյեկտիվորեն չսիրված քաղաքական ուժ է, որը բազմաթիվ հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դրանով իսկ ծածկելով այն իրողությունը, որը կա հիմա։ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությունով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից։ Չի տարբերվում, հարգելիներս։ Ինչ նկատի ունեք կոնկրետ։ Ռուսաստանի մարդիկ են բոլորը։ Դեռևս 16-րդ դարում Մաքիավելին ասել է, որ ժողովուրդների համար չկա ավելի սուր եւ ավելի վատթարագույն պատժիչ ուժ եւ պատիժ, քան օտար բռնապետական պետությունների տարածած իշխանությունների պարագայում ձևավորված էլիտան։ Այդ առումով եւ առաջին նախագահը, եւ երկրորդ նախագահը, եւ երրորդ նախագահը, եւ նրանցից հետո բոլոր նախագահները, որոնք քիչ կոմպետենցիաներով անգլիաթագուհու կարգավիճակով կան, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, նույն համակարգի անբաժանելի մասնիկներն են։ Եկեք ժողովրդին չստեղծենք կեղծ ընտրանք, որ կա մի հատ վհուկ եւ կան նրանք, որոնք դրանք չեն։ Ոչ, սիրելի քաղաքացիներ, առաջարկվողները նույն սանների կտավն է։ Նույնն են տարբեր ֆորմացիաներով, տարբեր ձևաչափով։ Մեկը ավտորիտար հակումներով, մյուսը ժողովրդավարական հակումներով, բայց նույնն են։ Նույն սիստեմի աճեցրած պրոդուկտն է։ Նույն սիստեմը սպասարկող պրոդուկտն են։ Փաշինյանը կարող է ասել նա կողմ է միջանցքի, ես կողմ չեմ։ Փաշինյանը չի ասի կյանքում, որ միջանցքային տրամաբանություններում ինքը կողմ չի, որովհետև միջանցքային տրամաբանությունների վերաբերյալ ինքը ասում է, որ այլ մոտեցումներ դիտարկելի են Հայաստանի Հանրապետության կառավարության։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիտարկում են ինչ-որ երրորդ ուժերի մոդերացիա, նշանակում է արտատարածքային պահանջը այլ փաթեթավորման օրակարգում կարող է լինել ներկա իշխանությունների, բայց Փաշինյանը նաև կոմպլեմենտարիզմն է շարունակում, որը Ռոբերտ Քոչարյանի շարունակած ուղղությունն է, որը սպասարկում է Ռուսաստանի շահերը բացառապես։ Հիմա Ռուսաստանը այստեղ ներգրավված է ոչ թե օբյեկտիվորեն, այլ սուբյեկտիվորեն։ Մարդիկ են մեղավոր։ Որոշումներ կայացնողներն են այդպես անում, ոչ թե որ չեն կարող այդպես չանել։ Այդպես անում են, կարող են այդպես չանել, բայց միևնույն է այդպես են անում։ Հիմա երբ մեր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի հարաբերությունները կկանոնակարգվեն եւ բալանսի կգան, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի անկախ ուժ, քաղաքական ուժ, իշխանություններ որպես սուբյեկտիվորեն դադարեցնի արատավոր հարաբերություններ կոչեցյալը, որը ստրկատիրական է, բայց հարաբերությունների ներքո է մատուցվում։ Կտրի այդ կապանքները, որը ստրկատիրական հարաբերությունների մասին են, եւ հիմք դնի առողջ հարաբերությունների զարգացման համար։ Այլ ճանապարհ չկա։ Եվ իհարկե առողջ հարաբերությունների զարգացման համար տևական ժամանակ է պետք, մինչև այդ ատելության շղարշը կանցնի, մինչև նրանց ապակառուցողական ազդակները կվերարժևորվեն, կնստեն, կհասկանանք, ասեն դե չի լինում հատելով, ապա աղու հացով կայսերականությունից կհրաժարվեն։ Այո, կհասկանան, կելնեն իրողություններից։ Չեն հրաժարվի, բայց ճարներն ինչ։ Չեն հրաժարվի, բայց ճարներն ինչ։ Եթե Մարսեն Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդպես որ լիներ, ուրեմն մոնղոլները պետքա հիմա ամեն օր արթնանային հոգեբանական տրավմաներով եւ տվայտանքներով։ Ինչքան են կորցրել։ Կենտրոնական Ասիայում փոքր տարածք է մնացել։
Պետք է ամեն օր սուք ու շիվան բարձրացնեին, ասեին ոնց, բա Վիեննան մերն է։ Մի ժամանակ կայսրություն էին եղել, հիմա չեն, չէ։ Համակերպվել են իրենց ֆիզիկա աշխարհագրական տարածքներով։ Հիմա հերթական կայսրությունը պետք է համակերպվի, դե կներեք։ Հիմա մենք չենք հայտարարում, չէ, որ մինչև Պաղեստին հավակնություններ ունենք։ Մենք էլ ենք կայսրություն ունեցել։ Կարող է մենք Կեսարիայի, Բակտրիայի նկատմամբ հավակնություններ ունենք։ Կարող է ասում ենք Մահդիի գահին պետքա հայ դրածո նստի։ Չէ։ Դա ամենավտանգավոր բանն է։ Համակերպվել եք, մեզանից համակերպվող խոշորացույցով չենք կարող գտնենք, անգամ տեղում ապօրինություն են անում, քո տարածքը պատմական ձեռքը տարում են, համակերպվում ենք։ Թող իրանք էլ համակերպվեն։ Բայց ձեր քաղաքական ուժը ունակ է Քոչարյան, Փաշինյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ, Տեր-Պետրոսյանը միայնակ հանդես կգա, թե այլ ուժեր էլ կմիացնեն 26-ի ընտրություններից առաջ նրանց դեմ պայքարել։ Դուք փոքր ռեսուրսներ ունեք եւ այլն եւ այլն։ Նրանց դեմ պայքար անհնարին կլիներ, եթե մենք ձևավորվեինք նրանց օրոք։ Հետևաբար նրանց օրոք չենք մենք։ Պատմությունը եւ հայ ժողովուրդը գիծ է քաշել։ Մեր օպոնենտները նրանք չեն, մենք չենք պատրաստում պայքարել նրանց դեմ, որտեղ նրանք ֆանտոմ են, նրանք չկան որպես այդպեսին։ Նրանք պատմություն են։ Պատմական իրողությունները չի կարելի երկար ժամանակ չտեսնելու տալ։ Եթե պատմությունը ձևավորել է դասավորված, դու չես կարող երկար ժամանակ ֆանտոմային ցավերով ապրես եւ չտեսնելու տաս։ Մի օր աղետի կվերածվի։ Եթե այդ ուժերը չհասկանան, որ իրենց ժամանակը անցել է, միառ ժամանակ էլ կշարունակեն վերարտադրվել, բայց մի օր աղետի կվերածեն այդ ամեն ինչը իրենց նկատմամբ։ Աղետի կվերածեն։ Թեկուզ 10 տարի է հետո լինի, այդ աղետը ամենասուբյեկտիվ մեթոդներով իրենց կյանքում կարտահայտվի եւ դրա վառ օրինակները պատմությունը անընդհատ ասել է։ Ճկուն են լինում այն ժողովուրդները, այն մարդիկ եւ այն ուժերը, որոնք հասկանում են ժամանակի ընթացքում իրենց համամասնության եւ իրենց նշանակության տեղն ու դերը։ Նրանք այլևս չունեն այդ իշխանությունը։ Մեր նոր ձևավորված քաղաքական ուժը քաղաքական օրակարգ է մտել նոր քաղաքական դաշտի մասը դառնալու համար։ Նոր քաղաքական դաշտի մաս կարող են լինել այլ նաև մաքուր ուժեր, ով է մերժում։ Հիմա այդ մաքուր ուժերի հետ ում հետ մենք համընթաց կքայլենք, ում հետ մենք ընդդիմություն կլինենք, բայց խնդիրն ու խմորումները կծավալվեն մեր մեջ։ Հիմա եթե մենք շարունակենք համարել, որ նախքին քաղաքական դաշտն է, մենք էլ մտել ենք նախքին քաղաքական դաշտի մեջ, կստացվի, որ մենք տանում ենք Հայաստանի Հանրապետությունը կործանման ճանապարհով։ Բայց Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը դեպի կործանում ընթացող ճանապարհից դուրս է եկել։ Ոչ թե դուրս է եկել, այլ դուրս է ձևավորվել։ Մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման եւ հզորացման ճանապարհի ուղիղ մեկնարկային կետում, որտեղ հավաքվում են եւ կգան նոր ուժեր ի թիվս մեզ։ Պետք է շարունակել նոր ճանապարհից, սիրելիներ, եթե մենք սկսենք պատրանքային իրականության գեներացումը, որ մեր ուժը բախվելու է նախքին քրյա օլիգարխիկ ուժերի հետ, այդ դեպքում տանուլ ենք տալիս։ Մենք էլ չենք հաջողի, պետությունն էլ չի հաջողի։ Եվ միայն կհաջողեն այդ անհատները, ընդ որում կարճատև ժամանակահատվածում միջև մոտալուտ աղետը իրենց գլխին, որի մասին ես քիչ առաջ ասացի, չի կարելի երկար ժամանակ խաբել պատմությունը։ Պատմության ֆեմիդան արդար ձևով եւ շատ անողոքաբար կանգնած է այս ամենի վերաբերյալ։ Հիմա մենք իբրև լրագրողական հանրույթներ, իբրև մտավորականություն, իբրև բովանդակ քաղաքացիական հանրույթ, իբրև հայ ժողովուրդ պետք է հասկանանք, որ կա այդ գիծը։ Եվ գծից այսքոմ ձևավորվում են նոր իրողություն, եւ այդ նոր իրողությունում նոր ուժերը պետք է կարողանան քաղաքական նոր դաշտ ձևավորեն, որը կառողջացնի եւ կտանի զարգացման պարադիգմը, ոչ թե անկման, ձախողման եւ կործանման պարադիգմը։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել են Գուրգեն Սիմոնյանին։